Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Lime Zone ծրագիրն է Lime TV-ից եւ ձեր Դինա Հակոբովնան։ Սիրով ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր որ հետևողական են եւ միշտ փնտրում են ինձ հենց Lime TV-ի եթերում։ Ամեն անգամ ձեզ սպասում է ամենաթարմ նորություններով ծրագիր, ինչպես նաեւ հենց այսօր։ Ես առաջարկում եմ ավելի հարմար դիրքավորվել հեռուստաէկրանների առաջ, որովհետեւ լավագույն տեսահոլովակների պրեմիերաները սպասվում են այսօր մեր ծրագրի շրջանակներում։ Ով է լինելու մեզ մոտ տաղավարում ըստ ավանդույթի մենք փորձում ենք ներկայացնել տեսահոլովակը հյուրի, որից հետո արդեն կազմակերպել հանդիպումը։ Եթե ուզում եք իմանալ, թե ով է լինելու րոպեներանց մեզ մոտ տաղավարում, ապա համեցեք։ Նրա տեսահոլովակը արդեն եթերում է, որից հետո սիրով բարի գալուս կմաղթեմ իմ շատ սպասված հյուրին։ Սիրուն տեսքով ու հայացքով լուր քայլում ես փողոցով ու դու կանչում ես բոլորին այրում ես դու քո շփիտով ու անհետանում տոնում նրանց անլույս ու կարոտով Գիտեմ ամեն ինչ քո մասին թող բոլորն էլ իմանան որ դու սիրում ես միայն քեզ Գերում ես դու աղջիկներին ու անհետանում գիշերվա լուսավոր երազի պես Demana Çekna Havada Tu ես միակին սրտի սերը ջանա ջանա Սուտու կատագեն խոսքերա քո ջանա ջանա Ինձ կանչում են աչերը քո չեմ դիմանա Սերտե խապկան կես պահում սերտումով իմանա Tu ես միակին սրտի սերը ջանա ջանա Սուտու կատագեն խոսքերը քո ջանա ջանա Ինձ կանչում են աչերը քո չեմ դիմանա Սերտե խապկան կես պահում սերտումով իմանա Ես ժամերով օրերով ամեն օր քո հետքերով արդեն դարձել եմ խելագար Ես խոստումներ էլ չեմ ուզում սերա չի ուզում իզուր ես համոզում Դեմանա Չետնա Հավատա Դու ես միակին սրտի սերը ջանա ջանա Սուտ ու կատակ են խոսքերը քո ջանա ջանա Ինձ կանչում են աչերը քո չեմ դիմանա Սերտե խապկան կես պահում սերտումով իմանա
Lime Zone ծրագիրն է եթերում եւ ես սիրով ողջունում եմ նրանց, ովքեր հենց նոր են մեզ միացել կամ կարող եմ ասել սթափվել են այս տեսահոլովակից հետո։ Եվ հասկացել են տեսահոլովակի երգիչը բնական է պետք է լինի մեզ մոտ տաղավարում եւ արդեն սպասում են իրենց սպասված հարցերի պատասխանները։ Այո, Արման Թովմասյանը նա մեզ մոտ տաղավարում է եւ վերջի ժամանակատվածում բոլոր հեռուստաընկերությունների եթերները գրաված տեսահոլովակի պրեմիերան սպասում են նաեւ մեր ծրագրի շրջանակներում, այնպես որ ես սիրով ողջունում եմ իմ ընկերոջը։ Ողջույն Արման ջան։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, շնորհակալություն դու։ Շատ լավ։ Նախ բարի գալուստ Հայաստան։ Ես գիտեմ, որ այսպես ասած բուրըն աշխատանքային կարգավիճակով եկել ես Հայաստան, տեսահոլովակը ներկայացնես, նոր մեկն ես։ Այո։ Հիմա շատերը ովքեր որ Արմանին շատ լավ մոտիկից չեն ճանաչում, ասում են Արմանը որտեղից է եկել եւ ուր է գնալու։ Եկել եմ Մոսկվայից, վերադառնալու նորից Մոսկվա։ Մենք կարող ենք ասել, որ Արմանը եւ բնակվում է եւ իր գործունեությունը ծավալում է Մոսկվայում։ Այո, եւ բնակվում եմ Մոսկվայում եւ գործունեությունը ծավալում եմ Մոսկվայում։ Շատ լավ։ Ես չեմ ուզում շատ հեռու գնալ կամ շատ ներկայից խոսել, հարցեր ունեմ մի քիչ շատ ինձ հետաքրքրող է, համոզված եմ նաև հեռուստադիտողներին։ Արման Թովմասյանը վերջի ժամանակատվածում մի տեսահոլովակ ներկայացրեց, որը այսօր ես հստակ կարող եմ ասել, որ նաև Միացյալ Նահանգներում գրեթե բոլորի մեքենաների մեջ հնչում է այդ երգը։ Դուետի մասին է խոսքը, Գեղեցկու հետ, Ջանա Ջանա երգը, եւ ես մտածում եի Արմանը ինչ պետք է նկարի կամ ինչ պետք է երգի, որ կարողանա ավելի լավը լինի։ Դա երգիչների մոտ ես գիտեմ, որ շատ վատ երևույթ է, որ լավ գործ են անում, հետո մտածում են ինչ անեն, որպեսզի կարողանան բարձր լինի։ Ես ուզում եմ հասկանալ նոր տեսահոլովակի միտքը, երգը եւ արդյոք կարող ենք ասել, որ այս կատարումը ոչ միայն կոմերցիոն է, այլ նաեւ Ռուսաստանում բնակվող հայերի համար է։ Ասեմ, որ երգը կոնկրետ արել ենք Ռուսաստանի շուկայի համար։ Ահա։ Երևի պատմեմ մի քիչ երգից։ Խնդրեմ։ Երգը գրել է Ռիչարդ Մադլենյանը։ Երբ որ գրվեց երգը, գրված էր հայկական տարբերակով։ Եվ հայերեն լեզվով։ Հա, սկզբից գրված էր հայերեն լեզվով, ярը շոկոլադա, այսպես էր գրված։ Հետո երկար ժամանակ քննարկելուց հետո հասկացանք, որ հայերեն լեզվին մի քիչ չի ասում շոկոլադ բառը։ Լավ։ Երկար քննարկումներից հետո որոշեցինք, որ պետք է, կարծում ենք, որ պետք է լինի ռուսերեն տարբերակով։ Շոկոլադնիցը։ Շոկոլադկա։ Շոկոլադկա։ Հետո, լավ։ Եվ այդպես բառերը գրեց Դավիթ Օգանը։ Այո։ Դե շատ գեղեցիկ ստացվեց։ Իսկ գործիքավորումը։ Գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը։ Ռեժիսորն է տեսահոլովակը նկարահանել է Արեն Բայադյանը, օպերատոր Արտյոմ Աբովյանը։ Լավ թիմ հավաքած։ Այո, նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում։ Վերջի հարցից պատասխանել ստացվեց։ Իսկ այդ շոկոլադկաներին Մոսկվայից եք գտել։ Շոկոլադկաները Բրազիլիայից են։ Շատ ճանաչված մի թիմ է պարողների Բրազիլիայում, բայց բնակվում են Մոսկվայում։ Ինչ են անում նրանք այդտեղ։ Պարում են ինչ որ։ Այո, մասնակցում են տարբեր համերգների, պարահանդեսների, միջոցառումների։ Լավ, ուզում եմ հասկանալ նրանց գիտեիք, հրավիրեցիք, թե սա կաստինգի միջոցով են։ Չէ, իմ ընկերը այդպես զբաղվում է միջոցառումներով, շոուներով, իրանով այդպես ասած մի քանի հատ շոկոլադ կարի տեսահոլովակիդ մեջ ընդգրկենք։ Շատ լավ, իսկ չնեղվեցիր, որ կարող է նեղեին Արմանին, ասենք թե այն շոկոլադները, ովքեր որ Հայաստանից էին։ Հիմա ունենք չի աղջիկներ, որ հասկացել են, որ մի քիչ շոկոլադի գույն կարելի է ունենալ, հատուկ սալյարի տակ են մտնում, շատ եւ տեսահոլովակներում նկարահանում են, այն որ վերջի պահին, եթե չգտնենք իսկապես շոկոլադե մարմնով աղջիկներ հայերին կարելի օգտագործել, թե Արենը Բայադյան քեզ հետ միասին ասես չէ։ Բայադյան հենց սկզբից ասեց, որ երգը լսեցի, կարող եմ ասել, որ մի քիչ շատ դժվար է լինելու իմ համար նկարել Երևանում, որովհետև ես չեմ կարող այստեղ ճարել սևամորթ աղջիկներ։ Եվ այդպես որոշեցինք, որ ուրեմն պետք է նկարահանումները տեղի ունենա Մոսկվայում, որ կարողանանք ճարել սևամորթ աղջիկներ։ Լավ, եւս մեկ հարց եւ կազմակերպենք պրեմիերան։ Տեսահոլովակ աղջիկներ անձամբ տեսել են։ Կարծում եմ, որ տեսել եմ, որովհետեւ տեսահոլովակից հետո ես միանգամից մեկնել եմ Հայաստանից։ Դեռ տեղյակ չեմ։ Ինչ
ինտերնետը լցված է, չեմ կարծում նրանցից մեկը քո ֆրենդը չլինի Facebook-ի։ Այո։ Շատ լավ, քո թույլտվությամբ կազմակերպենք պրեմիերան, հետո ամփոփենք, լավ։ Այնպես որ Lime Zone ծրագրի շրջանակներում պրեմիերա տեսահոլովակի Արման Թովմասյանն է երգում, երգի հեղինակ Ռիչարդ Մատլենյանն է, խոսքերի հեղինակ Դավիթ Օգան, իսկ նկարահանելը Արեն Բայացյանը։ Վայելում ենք պրեմիերան, վերադառնում տաղավար եւ իհարկե ամփոփում թեման։ Подарили чудо мне небеса, и в душе проснулась любовь моя. Ты вчера с улыбкой сказала «да», а сегодня крутишь туда-сюда. Я свою жизнь хочу связать с тобой. Обними меня, скажи, любимый мой. Ты моя, ты шоколадка, ты девушка-загадка. С тобою мне так сладко, любимая. Милая моя, ты шоколадка, ты сладкая, как манго. Скажу тебе я кратко, любимая. Ты моя, ты шоколадка, ты девушка-загадка. С тобою мне так сладко, любимая. Милая моя, ты шоколадка, ты сладкая, как манго. Скажу тебе я кратко, любимая. Я твоя шоколадка, я девушка-загадка. Со мною очень сладко, люби меня. Я твоя шоколадка, я сладкая, как манго. Скажу тебе я кратко, люби, биби. Ты прекрасна, райский, ты мой цветок. Словно как в пустыне воды глоток. Твои губы сводят меня с ума. Без тебя мне жизнь как сплошной туман. Но ты перестань, прошу, играть со мной. Обними, скажи, что я любимый твой. Ты моя, ты шоколадка, ты девушка-загадка. С тобою мне так сладко, любимая. Милая моя, ты шоколадка, ты сладкая, как манго. Скажу тебе я кратко, любимая. Я твоя шоколадка, я девушка-загадка. Со мною очень сладко, Любимая. Я твоя шоколадка, я сладкая, как манго. Скажу тебе я кратко, люби. Ты моя шоколадка, ты девушка-загадка. С тобою мне так сладко, любимая. Милая моя шоколадка, ты сладкая, как манго. Скажу тебе я кратко. Ты моя, ты шоколадка, ты девушка-загадка. С тобою мне так сладко, любимая. Милая моя, ты шоколадка, ты сладкая, как манго. Скажу тебе я кратко, любимая. Ты моя, ты шоколадка, ты девушка-загадка. С тобою мне так сладко, любимая. Милая моя, ты шоколадка, ты сладкая, как манго. Скажу тебе я кратко, любимая. Ты моя, ты шоколадка, ты девушка-загадка. С тобою мне так сладко, любимая. Милая моя, ты шоколадка, ты сладкая, как манго. Скажу тебе я кратко, любимая. Я твоя шоколадка. Lime Zone ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Արման Թովմասյանի վերջի լավագույն տեսահոլովակի պրեմիերան։ Ես գիտեմ, այս տեսահոլովակը բազմիցս վայելել եք, բայց մեր ծրագրի շրջանակներում, քանի որ առաջին անգամ էր եւ համոզված եմ դեռ շատ էլ կլինի Lime TV-ի եթերում, հարցերի պատասխաններ առաջանում են, երբ որ տեսահոլովակը վայելում ենք, ասենք թե մի քանի անգամ, որովհետեւ ինչքան էլ եթերային տարբերակ կլինի, միևնույն է, ինտերնետը համացանցը կարողանում է շատ հարցեր իր մեջ պարունակել։ Նախ շնորհավորանքներս Արման ջան,
ուզում եմ շատ բարեմաղթանքներ չասել, ուղղակի ուզում ասել լավ թիմի հետ աշխատելը շատ ճիշտ երևույթ է եւ հարգանքներս նաեւ նոր պրոդյուսերին, որ քեզ հետ աշխատում է, իմ կարծիքով դա էլ արդեն մեծ հաղթանակ է, ճիշտ մարդկանց հետ աշխատելը օգնում է նաև սեփական գործերը առաջ տանելուն։ Եվ այս պահին շնորհավորանքներս, հարգանքներս բոլոր այն մարդկանց, ովքեր որ մի փոքրիկ լումա են ներդրել տեսահոլովակը ծնվելու եւ կյանքի կոչելու համար, այն են լավ գործ անելու համար։ Ես տեղեկացնեմ, որ բոլոր այն հեռուստադիտողներ, ովքեր որ կմահաճ են եւ սիրում են լավ գործեր եւ լավ տեսահոլովակների կողքին ծնվեց նաև Արման Թովմասյանի շոկոլադներին վերաբերվող տեսահոլովակը։ Ես գիտեմ, որ այս տեսահոլովակը 1-ից 1500 անգամ դիտել են նաև արական սեռի ներկայացուցիչները։ Շատ ներերնեք են տվել Արմանին, որ այդպիսի աղջիկների կողքին է։ Ինձ հետաքրքիր է Արեն Բայադյանի աշխատանքը լինելով ահա որ բծախնդիր։ Ես գիտեմ, համոզված եմ, որ ամեն մի քո կադրը դուբլ է եղել է 100 անգամ, եթե ոչ պակաս։ Ինչպես է աշխատել այդ աղջիկների հետ եւ քեզ հետ համատեղ, որովհետեւ դու շատ հանգիստ եւ հավասարակշռված ես, աղջիկները չափից առավել արդեն հավասարակշռությունից դուրս էին եկել։ Արենը շատ էր ջղայնացած, թե նորմալ կարողանում էր վայել էր գործը։ Ճիշտ ասած, վերջի տեսահոլովակի ժամանակ արդեն Արենը ինձ ասում էր, որ ասում քեզ, որ արդեն առաջ ես գնում։ Ահա, գոհեր։ Որ արդեն հա գոհեր, որ համեմատած մյուս տեսահոլովակներին Ես շատ բացվել ես։ Անունները շատ երկար տևեցին ու մոտ 22-23 ժամ։ Օ, հանգիստ չեք ունեցել նոն-ստոպ։ Հանգիստ ունեցել ենք մոտ մի 10-15 րոպե, ճիշտ ասած, սաղ զարմացած էին ռուսազգը, այնտեղ լույս դնողները, կամերա եւ այլ там աշխատողները շատ զարմացած էին, որովհետեւ սովոր չէին, նրանք աշխատում են 12 ժամ։ Ահա։ Там մաքսիմում 15։ Լավ։ Եվ աղջիկներն շատ էին հոգնել, արդեն ահա որ վերջի արդեն կադրերը, վերջի պավիլյոնում որ նկարում էինք, արդեն կադրերը արդեն ահա որ հնարավոր չէ, արդեն քնում էին։ Օ։ Բայց շատ եք հոգնացրել։ Շատ են հոգնացրել, այո։ Այսպես ասեմ, մի պահ եկա, որ արդեն չէին ուզում, ասում են մենք էլ չենք կարա անհնար է նկարահանվել, որովհետև արդեն 22 ժամ արդեն Առավել եւս երբ որ նայես թե ինչ էներգիա են նրանք ցուցադրել իրենց տեսահոլովակով, համոզված եմ ամեն կադրում են այդպես ապրել։ Այո, բայց վերջում չորացել էին։ Շատ լավ։ Եվս մեկ հարց, որտեղ էր ընդհանրապես նկարահանվում տեսահոլովակը։ Մի ամբողջ տենց տարածք էր, թե տարբեր վայրեր են եղել։ Մի ամբողջ տարածք էր, այդ տարածքը որ կա, շատ ոնց ասած պոպուլյար տեղ է, որովհետև այդ տարածքում շատ պավիլյոններ կա, ասենք մոտ մի ոնց ասեմ, մի 200-300 պավիլյոն կա։ Օ։ Հա, այդ պավիլյոնում շատ Ռուսաստանի աստղեր են նկարել։ Այսպես ինքը մի տարածքում է նկարվել։ Իսկ հայաստանյան շուկայի մասին տեղեկացված ես։ Գիտես, որ իրանք սիրում են որակյալ 6-8։ Իսկ Արմանն էլ 6-8-ի մեջ շատ լավն է։ Այո, 6-8 երգումը միշտ երգել եմ, բայց դեռ տեսահոլովակով չեմ ներկայացել, որովհետև շատ երկար եմ մտածում, որովհետև ուզում եմ 6-8 ստանդարտ ինչ-որ մի բան չանեմ, ուզում եմ տարբերվել։ Օրիգինալ հետաքրքիր ինչ-որ մի 6-8 անեմ։ Ինձ մի հարց հետաքրում ամփոփելու համար, այսօր կա կիսատ գործ, որ Արմանը պետք է ավարտին հասցնի, թե դե վայելում ես նոր տեսահոլովակի բերկրանքը։ Դե ինչ կապված է, վայելում եմ իհարկե, բայց ստացվում է այնպես, որ կիսատ գործը միշտ էլ կա, միշտ էլ մնում է կիսատ, որովհետև միշտ պետք է անես ու անես եւ այդպես առաջ գնաս։ Ես Արմանին պետք է մաղթեմ հաջողությունները, ամենակարևորը պահիր ամուրային ընկերական շրջապատը, որ քո կողքին են, որովհետև առանց ընկերների իմ կարծիքով մենք զրո ենք։ Բայց ընկերներն էլ մեծ չունենան, նրանք էլ զրո կարող են լինել, ընկերները լինում են մեկը մյուսին հարգելով եւ գնահատելով։ Ուզում եմ միշտ լինես բարձունքում եւ ամենակարևորը հաջողակ, ես քեզ շատ սիրում եմ եւ հարգանքներս քեզ։ Մերսի ջան։ Մինչև հիմա ձեզ հետ Արման Թովմասյանն եւ ձեր Դինա Հակոբովնան Lime Zone ծրագրի շրջանակներում, որ միշտ ներկայացնում է ամենաթարմ նորությունները։ Փնտրեք ինձ Lime TV-ի եթերում, քանդիպենք նորություններով։ Բարին ընդ ձեզ։